Իսկ հերոս եղբայրն է կանձես Գելի ուրախ կլներ քեզի համար եւ ինքն է ինձ Աստծո նվեր եկե որ ես իրան հանգիստ թողնամ որովհետեւ ինքը ամեն իր մոտ գնալուց հետո մենակ ծերմամ եկել ասելի ես գալում երազը գալիս եկել ասես գալում ես քեզ խոսք տվել եմ գալու եմ երևի ինք ուղարկեց ես փոքրիկին որ ես իրան հանգիստ թողամ ջլածեղնեմ էլի երևի իրան հանգստացնող որ իրան շատ նեղեցնեմ էլի լաց չեղնիմ որ ինքը եւ ինտեղ չտանջվի բայց աշկան էլ կուզե հասմիկների պես լինի ինքը իմ առաջինն է իրան փոխարինող ոչ մեկ չի լինի Ջիրոսը հա Զին որտես է Քան է անց Օրսմա անոք մանգություն սկական իրա մանգությունն է անոք մանգություն Մենք էլ անենք էլ ես երան ես տարիքին անենք որ ոչ մի բան դարձ չունենա Էլ եթե ծառայություն եղնի տալու եմ դա ծառայ Կապ չունի որ աղջիկ է Եթե հասնում աղջիկն էլ ծառայեմ ինքն էլ պետք է ծառայ Թող գնա ծառայ Ես էլ եմ ծառայ 92 թվականի պատերազմին էլ ես եմ ծառայ Վիավորված եմ լիք ասկոլկեկով վերգու կանտուզիա ունի Ես թող մեդալով բանով Վազգեն Սարգսյանի լավ զինվոր եմ եղել ես էլ եմ վախտը ծառայ ու եկել եմ երեխուս այդպես սերմանել եմ որ զանգում էի խոսում ես մի ժիրոտեղը սա կամ տանեմ մեր պապ տղային դու պատերազմը ոնց ես պատմում Ոնց որ պատմեցիր տղա ինքը մի գուկան չեն կա ջանել սաղան դու ոնց էիր ասում պապ ջան հույս չունեի տուն գալու Այդպես է կյանք է ինքն էլ է ծառայելու կապ չունի աղջիկ է Ես ծնվել եմ Շիրակի մարզի Վարամաբերդ գյուղում իմ տեղս էլ է Շիրակի մարզ Վարամաբերդ գյուղում ծնվել Բայց Արցախ եք տեղափոխվել Արցախ են 5 ամսական տեղափոխվել ենք Արցախ Հիմա իմ երեխուս Տունը հանգիստը Վարամաբերդ գյուղում է դրած, Խաչքարուն իմ ճանապարհին դրած։ Ոնց որ կարգն է, հետո վերել եմ իմ երեխուս տունու տեղը Սարգեշին է, էսին։ Ինքան իր հետ խելոք եմ տարին մնացած ժամանակ ին ամիսը համարյա հիվանդանոցներում եմ եղել ինքը շատ խելոք էր, իսկ չէի զգում որ մոդս հղիություն կա շատ Բարդ չէր ուղղակի մի քիչ ամոթի զգացում էր, շփաթ էի զգում տարեկից հետ համեմատ, հետո մտածում էի որ երեխան չմտածի որ ես էգոիստ եմ, հիմա բերել եմ իրան ունեցա այս ժամանակ ուղղակի իմ հոգու հանգստության համար որ ես իրանով զբաղվում, հետո առողջություն չունենամ իրան նպատակին հասցնելու, եթե միջև հիմա ես Աստծուն խնդրում էի մահը երազում էի, հիմա մենակ Աստծուն խնդրում եմ թե մի քիչ կյանք երկարացնի որ իրան նպատակին հասցնեմ որ ինքը չմտածի որ ես էգոիստ մամա եմ մտածի մենակ իմ մասին ես առողջական խնդիր ունեմ ամուսինս 92 թվականի պատերազմի մասնակից է լրիվ մարմինը այդ ասկոլկանների այդ բանները վրան ու չի կարող աշխատել ծանր աշխատանք կատարել Հիմի այս երեխու նպաստի համար մենք Արցախում ինչ որ անձնական խնդիր ունենալով ամուսնալուծվել ենք էլի բաժանության թուղթ կար Հիմի ստեղած էս տեսուչը ասում է թե պետք է ինքը անպայման գրանցվի ինքը անգամ Արցախում գրանցված չի ուղղակի մենք իրար հետ ապրել ենք Արցախում ինքը չի գրանցվել այնտեղ մենք ամեն ինչից իր այդ անվան տակ գումարներից ասենք զրկվել ենք ու չենք ցկտել մենք ուզեցել ենք մենք աշխատենք գումարներ պետության տված գումարներով չապրենք մենք մեզնով ապրենք ու բացարձակ խնդիր չի եղել մենք ամեն ինչ հասցրել ենք եթե ունեցել ենք 7 երեխա չենք սիրոր մեզի խղճան մենք մեր ուժերով իրանց ամեն ինչը հասցրել ենք եթե առաջինը չենք համարյա ցկտել ենք միշտ երրորդը լինենք երեխեքը հեչ մի բանից հետ չմնա նպաստի հարցն որ
չեն օգնում դասավորեն, որ գոնեմ երեխուն կատի փողը հասցնենք, մինչև ես էլի եմ ասում, եթե ինձ աշխատանք տրամադրեն, ես աշխատեմ, էլի ես իմ ձեռքով ես կգնամ, այդ նպաստից կհրաժարվեմ, եթե իմ աշխատանքը լինի, ես ի վիճակի լինեմ, իրանց այդ մինիմալը ապահովել։ Ամուսինը չի աշխատում։ Չի աշխատում առողջական խնդիրներից ելնելով էլի, եթե ինքն էլ աշխատանք ունենա, ուղղակի հիմի ինքը բանկերի հետ խնդիր ունի, չի կարող էլի այդ բան աշխատել, գրանցված աշխատել, ասենք պես է ինքը չկա էլ այդպես աշխատանք, որ սեզոնին է, մենակ սեզոնային աշխատանք է, էլի ինքը անում են պես 4-5 բան է։ Իսկ մյուս երեխաները նպաստ ստանում են։ Չէ, այնտեղ Մյուս երեխաները նպաստ չեն ստանում, այսինքն որևէ աջակցություն ստացել եք։ որևէ աջակցություն մենակ երեխու այդ զոհվածի գումարն է, մեկ էլ Արցախի, որպես Արցախի Հանրապետության այդ մեզի հասած գումարն է, որ դատարեցրել են սերտիֆիկատը ստանալու հաջորդ օրվանից։ Այդ սերտիֆիկատով էս տունն եք գնել։ Սերտիֆիկատով հենց այդ 21 միլիոն մեր հասանելիք է 3 միլիոնի բանով այս տունն է, էլի արժեցը, մենք այդ 21 միլիոնի այս տունն ենք գնե, որն էլի նորից խնդիրներ ունի։ Ջուր չունի, ասենք էլի ֆինանսի հետ կապված էր, ջուրը պետք է առաջի հարկից երկրորդ հարկ բարձրանա, ասենք հակին գործ կա էլի տան վրա անելու։ Երեխային ծնվել է 2026 թվականի փետրվարի 5-ին, երբ իմացա, որ անընդհատ իրազս գալիս էր տղաս, թե մամա ես տուն եմ գալու, երբ իմ աղջիկս իր երեխային էր սպասում, պարզվեց, որ տղա էր, իր անունը որոշեցին դնել իմ տղայիս անունը Ժիրայր, ու Ժիրայր անընդհատ իրազս այդ ժամանակ գալիս էր, ասում էր մամ, գիտես այդ երեխան ես չեմ, ես տուն եմ գալու, իրան գտել եմ 9 ամիս անց պատերազմից հետո անընդհատ երազես գալիս էր, թե մամա ես քեզ խոսք եմ տվել, ես տուն եմ գալու, հետո շատ հանկարծակի իմացա հղիությունն է ու շատ երկար ժամանակ էլ չգիտեի որ հղի էի, դե մտածի կանանց ինչ-որ խնդիր է ու չգիտեի որ հղի, հետո պարզվեց որ հղի եմ, երբ գնացի հիվանդանոց ստուգեցին, ասեցին որ աղջիկ է, մի պահ աշկերիս արցունք եկավ, բայց հետո միանգամից այդ Հասմիկ Արզումանյանի այդ բանը անցավ ռիլը ու ասի աշկերիս արցունքը սրբեց, ասեց ես երեխան ծնվելու է, թեկուզ աղջիկ ու ինքը լինելու է Հասմիկ, իր անունը լինելու է Հասմիկ։ Ուտպես ինքը ծնվեց փետրվարի 5-ին, ամուսնուս ասեցին ճիշտ է նեղվա որ տղա չէր, ամուսնուս ասի որոշել են, որ Հասմիկ է մեր հերոսները, բոլոր հերոսները պիտի վերածնվեն, անունը տնելու ենք Հասմիկ, չարարգեց, երեխեքներն ինձ սիրով ընդունեցին, հենց ծնված րոպեից աշկերի այդ գույնով, շեգությամբ այդ բանով ինքը նման է որդուս, ուղղակի ու ապրելու ուժ տվեց, որ կյանքը շարունակվում է, եթե ես Ժիրայր Մարգարյանին մեծացրեցի հայրենասիրական ոգով, ապա Հասմիկը պիտի մեծանա մենակ վրեժից հասումի ոգով, ինքը այն մարդը պիտի լինի, որ ինձանից հետո ստիպի մարդկանց, որ պատասխան տան, բոլոր մեղավորները պիտի պատասխան տան մեր Արցախի կորուստի համար, մեր իսկան զոհերի համար ու ինքը եթե հնարավորություն ունենա թեկուզ ես չապրեմ Արցախում, ինքը պիտի ապրի Արցախում մեր տղաների ու իրա այդ անվանակոչում անունը որ կոչվել է իրա այրունը հենց այնպես պիտի չլինի էլի, ինքը պիտի ապրի շենացնի այդ հողը։ Մենք 2002 թվականին, երբ Ժիրայրը 2 ամսական էր, տեղափոխվեցինք Արցախ, մեկ երեխով գնացել եմ 7 երեխա Հենց այդ հողում եմ ունեցել նույն նպատակով, մենակ այն նպատակով, որ շենացնենք հողը, պայենք հողը, Ժիրայրը առաջնեկս էր, Ժիրայից հետո 7 աղջիկ ունեցա, 5-8-րդ աղջիկս է, ու չեմ եղում, ճիշտ են Ժիրայրս ամեն անգամ հիվանդանոցից տուն գալուց անընդհատ նեղվում էր, թե մամա ինչի տղա չէ էլի աղջիկ, ու այս անգամ ենքան լացով եմ տուն մտել,
իր խոսալը չէր լինելու, այն մրտմրտալելի օրինքնձիլ չէր բանանելու, հայելի աղջիկ, այդ բարեր էլ չի լսելու։ Հոկտեմբերի 15-ին է զով է, հոկտեմբերի 3-ից 27-ից հետո ինքը զանգեց 28-ին, խապեց, թե մամա մենք ես զենք բռնել չիտեմ, ես առաջնակից ուր ես տամ, մենք մեզի համար ապահով տեղ ենք ու խապեցինք ինձի, հենց առաջի օր բանից առաջի ժամից իրանք եղել են առաջնագծում, ասեց մենք բան տեղ ենք մեզ հանգիստ տեղի, հետո 3-ից 9 շրջափակման մեջ էր ընկե, զանգ չկար, իր դասատուն զանգեց, թե 9-ին դուրս էին եկե, 9-ին դուրս էին եկե շրջափակումից, զանգեց, թե դասատուն նգարներն էր, որ 19 երեխեքը գտնվել են ողջ ու առողջ, իր դասատուն զանգեց, թե նա ինչ հբարտությամբ է զենքը գրգե, ես գիտե որ ինք այդ ձևի հերոս է լինելու, ինքը ես փոքրիկին բերել եմ հատուկ իր համար, որ ինքը Շիրայրին չսպասի ամեն ծննդի առիթին, ամեն մի առիթին, ինքը ասում է մամա, մեր Շիրայրը քալու է, ինչ լավ որ մենք հավաքվել ենք, էլի քոնեմ Շիրայրը քալու է, ինձ կոնֆետներ շատ մի առ, որ այդ փող հավաքել Շիրայրին ճամպի փող տաս, որ Շիրայրը կա, ինքը գիտե ինչ որ փողի խնդիրն է, որ Շիրայրը տուն չի գալիս։ Ձևի հոկտեմբերի 15-ին եղավ վերջի զանգը, իրանց խապը տարել էին հադրուտ, որ հադրուտը հոկտեմբերի 10-ին էր, արդեն գրաված շրջափակման մեջ էին ընկել Ղարաբաղում, վերջի զանգը եղել է հոկտեմբերի 15-ին ժամը 11:30, ու դրանից հետո դատարկ է զանգը, մամա մեզի տանում են ապահով տեղ, հանգիստ տեղը ամեն ինչ լավ է լինելու, ես տուն եմ գալու, քեզի մենակ չեմ թողա։ Ու հոկտեմբերի 15-ից հետո սկսվեց դաժան դժոխքային օրերը, օրին ամիս ես իրան փնտրել եմ։ Շիրայրի մասունքներից էր, պարզվեց, որ ինքը Աբովյանի մորգի հատակին շպրտված այդ մասունքների մեր իր մարմինը դեղ էր։ Կհամագերբենք այս ցավի հետ այն դեպքում, երբ որ 21 թե 22 թվականին հենց ազգային ժողովի ամբիոնի չհնչվեր, կունենայինք նույն արդյունք առանց զոհերի, ոնց որ իրանց համար այս երեխեքը պետք է զոհվեն էլի, իրանց ասած հանուն ոչինչի, ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է ու վախը մենակ իր մեջ է, նրա համար ինքը ամեն եռաբլուր գնալուց ընջե դեպուկահարների բանով գնում, եթե ինքը մենակ ինքը ոչ մեկից շատ չի վախենում, ինչքան հերոսացին ծնողներից, ինքը գիտե, որ ինքը շատ սխալ էր, մեղավոր էր ու ինքը ունի իր պատիժը ստանալու, մենակ Աստծուց կխնդրեմ, ես իմ տղայի Շիրիմի ամասունքի առաջ, երբ որ մտա այդ դահերձանը, չգիտեմ ինչ տեսան, ու ամեն րոպե ես դրանից հետո ամեն ապրածս վարգանը ես ինձ անիծում եմ, որ ես մար լինելով իմ երեխեն այդ վիճակում եղել ու ես Արցախում եմ եղել, իրան այդ շատ հեռու չեմ եղել, որ չեմ կարողացել իրան փրկեմ